Ռուսաստանի կողմից Արցախյան պատերազմի կանգնացնելը եւ հետո նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը, հետո ռուս խաղապահների գալը ուղղակի մի փոքր դանդաղեցրեց Հայաստանի կարելի ասել պետականության կործանումը։ Իրականում նոյեմբերի 9-ով ասել եմ եւ կրկնում եմ եւս մեկ անգամ, Ռուսաստանը մեզ շանս տվեց եւս այս բարդ իրավիճակում տարածաշրջանում, այսպես ասենք, ժամանակավորապես գոյատևելու միջև որ այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը կվերջանա։ Ասեմ եւ կրկնում եմ նորից, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դա հետ պատերազմյան լավագույն փաստաթուղթն է եղել հայանպաստ։ Ես դա անվանում եմ փրկողակ, այսինքն դա ոչ միայն փաստաթուղթ է եղել ուղղակի հայանպաստ լավ, ինքը փրկողակ է եղել։ Իսկ երբ որ օրինակ մարդ խորտակվում է եւ իր վրա փրկողակ են նետում, մարդը չի կարող հարցնել դա լավ փրկողակ է, վատն է, դուրս գալիս է, չի գալիս, գույնը լավն է, վատն է, ինքը պետք է բռնվի, որ չխորտակվի։ Բայց նոյեմբերի 9-ից հետո հավաքական Հայաստանը իշխանությունով, ընդդիմությունով ոնց կարեցավ այդ փաստաթուղթը, այդ փրկողակը վարկաբեկեց եւ զրկեց մեզ ըստ էության այս ծանր իրավիճակում մանևրելու եւ ժամանակ շահելու հնարավորությունից։ Դե քանի որ դա վարկաբեկվեց, դրան եկավ փոխարինեց Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի այդ համաձայնագիրը, որտեղ հայկական շահ չկա,